Օրորին Փայլուս կամ Բարիոր Գևորգ Պապոյան, հլավի Կաշխատեմ խոսամ առանց քֆուր Կաշխատեմ Բայց հաստի արձանագրում պետք է լինի անպայման Ինչ ասեմ Գևորգ Պապոյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ինչ ես ասում դու Ասում ես ցիտում եմ քեզ Հունիսին երբ որ ժողովուրդը հայ ազգը ընտրի մեզ ընտրի Նիկոլ Փաշինյանի եւ ընտրի մեր կուսակցությունը կունենա անկախություն Եթե չընտրի մեզ չի ունենա անկախություն Եթե չընտրի մեզ չի ունենա թրիփի ծրագիր Եթե չընտրի մեզ չի ունենա արհեստական բանականության եսիմիշ ծրագիր Ես չգիտեմ, որ ֆորմատով խոսամ քո նմանների հետ, արա, այ տղա, բայց ներողություն սիգարետ վառան Ես մի քանի անգամ ասել եմ, մի հատ կրկնեմ Դուք Նիկոլից ավելի Նիկոլ չեք կարա լինեք երբևէ Թեկուզ ձեր ողջ թիմով Թեկուզ ձեր ողջ թիմով դուք չեք կարա Նիկոլից ավել Նիկոլ լինեք, այսինքն պրովոկատոր, մանիպուլյատոր, մարդկանց ուղեղի վրա ազդող, իր սրտիկներով, ես իմ ինչերով, ես իմ գրառումներով Կամ Ռուբեն Ռուբենյան, դու որ ասում ես մենք այս տարիների ընթացքում կրել ենք զրկանքներ, իբր խոսում ես ձեր իշխանության մասին Եվ հիմա մենք թույլ չենք, հայ ժողովուրդը թույլ չի տալու Այդ էլ հիշեցի էլի պրոստը Որ այդ զրկանքները գնան հավասարվեն, մոտարապես տենց ես ասում, զերոյի Հայ ժողովուրդը տեր է կանգնելու իր ձեռքբերումներին Նախ մի փոքր անդրադարձ քեզ լալոշ Հետո նոր անցնեմ այդ մուտիլորշիկին Որ խնույք շարած ցիտում էի Որ դու ասում ես հայ ժողովուրդ, դու հայ ժողովրդին խես ընդհանրացնում ինքդ քո հետ Ձեր քաղաքական թիմի հետ խես ընդհանրացնում Ընդհանուր բան, եթե դուք ունեք հայ ժողովրդի հետ, դա ձեր ազգանվան յան վերջածանցն է, ուրիշ ոչինչ Բացարձակ Ինչ զրկանքներ ա գրել ձեր իշխանությունը Ժողովուրդը ազգը լիքը զրկանքներ գրել է Իր շնորհիվ ձեզ Ձեր պատճառով, ձեր իշխանության պատճառով Բայց դուք զրկանք չեք գրել Ամեն մեկը թել է հասել է կեսի մոր Ձեր աշխատավարձով, պարգևավճարով, ձեր ճոռոմ խոսալով, պլյուս դրան խայտառակում եք մեզ ամեն աստծոր, որպես ազգ, որպես պետություն, որպես երկիր Հեմիգ ամեն առաջի, անուն էլ մորցա, ինչ է դրա անունը, հետո որ ասма ՔՊ-ի կուսակցության նախագահն է, ով է Որ ասма, եթե չընտրեք մեզ, չենք ունենա խաղաղություն, չենք ունենա թրիփի ծրագիր Դու քո քաղաքական թիմի հետ չես կարող հասկանաս հասարակ ամենապարզ տրամաբանական խնդիրը, որը դրված է ձեր առաջ Նախ մեր ժողովրդի մոտ հնես մի հատ մտածելակերպ կա մեր ազգի, մեր ժողովրդի մի մասի մոտ, որ ով էլ գա նստի ըտե, մեր ժողովրդի մի մասը դժգոհ է լինելու, դա մեկ Ես հիմա երբ որ կխոսամ Երկրի առաջնորդից, որ պետք է փոխվի Ոչ մեկի գովքը չեմ անի Ոչ էլ կասեմ Սրան պետք է թե ժողովուրդը ընտրի, նրան պետք է թե ընտրի, չէ Ես կխոսամ իմенно ձեր քաղաքական թիմի մասին Կաշխատեմ համառոտ Մեր ժողովուրդը անկախ ամեն ինչից Միշտ ցանկացած իշխանության համար եղել է այն Չգիտեմ էլի, օգտագործվողի դերի մեջ, օգտագործվող Դուք մեղադրում եք Սարգսյան Սերժին, ասում եք և նախկին մյուս իշխանավորներին, ասում եք Ղարաբաղի հարցով մեզ վախացնում եք, այ որ միտինգ անեք Ղարաբաղում կռիվ կսկսի, այ որ միտինգ անեք սահմանին կկրակեն Հիմա դուք ինչ գործիքա կազմեք որդեգրե Հա Ոնց է դրա ազգանունը Պապոյան, Գևորգ Պապոյան Ինչ ես դու որդեգրե, ինչ մտածելակերպ ես փորձում առաջ մղես Այսինքն եթե չընտրեք մեզ,
թրիփի ծրագիր չի լինի 4-5 միլիարդ դոլարի ներդրում չի լինի։ Նախ ներդրումների մասով հասարակ հարցնամ քորման անգրագետին change։ Եթե որևիցե մի գերտերություն, հա, որևիցե մի պետություն, գերտերություն, դա կլինի ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել, Ֆրանսիա, նույն Իսրայելի գերտերություն չի։ Որևիցե մի պետություն ուզենա ներդրում անել Հայաստանի Հանրապետությունում, այդ պետությունը կամ այդ երկիրը առաջնորդվելու է իր երկրի պետական շահով, չէ՞։ Ատենց է։ Շատերը կհամաձայնեն, կասեն, հա, ատենց է։ Դու ուզում ես ասես, եթե Ամերիկան, որ ուզում է այդ թրիփի միջանցքի, չգիտեմ, քանի 70 քանի տոկոս բաժնեմասերը տվել է իրան, ինքը այդ ուզում է վերակառուցի այդ ճանապարհը, հա, միջանցք որպես։ Ձեր ասելով դա Նիկոլ Փաշինյանի շատ էկզոտիկ եւ գեղեցիկ աչքերի համար է։ Իհարկե ոչ։ Ամերիկան փորձում է Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից, որպես տարբերակ, ու ինքը կոնտրոլ անի այդ ամեն ինչը, բայց ամերիկյան ֆիրմայի անվտանգ այդ ամեն ինչը անում է Թուրքիան։ Հարցը թե Թուրքիան կամ Ամերիկան չի։ Ես ոչ քլնգելու եմ հմի Թուրքիային, ոչ էլ Ամերիկային։ Բայց դուք ներկայացնում եք այդ ամեն ինչը այնպես, որ իշնորհիվ ձեզ է որևիցե մի գերտերություն գալի իր պետական շահը առաջ տանում Հայաստանի տարածաշրջանում, սուվերեն տարածքում։ Այդպես չի։ Որևիցե մի երկիր նստած կլինի Նիկոլ Փաշինյանը, դու, Գևորգ Պապոյան, չգիտեմ, Աստված չանի իհարկե, X երրորդ անձնավորությունը, Y անձնավորությունը, Z անձնավորությունը, գերտերությունները միշտ առաջնորդվում են իրենց պետական շահով։ Այնպես չի, որ ձեր սիրուն աչքերի համար Ամերիկան ներդրում է անում։ Դուք այնքան մանրապճար եք, Պապոյան Գևորգ, որ նույնիսկ այդ փոխնախագահ Վենսի խոսքը դուք դրիք ձևափոխիկ։ Մարդիկ, ովքեր անգլերեն հասկանում են, լսում են այդ Վենսի խոսքը, որ ասել է հանդիպման ժամանակ ձեր ջենջազավրի հետ։ Լրիվորից ձև է թարգմանվում։ Որ Ամերիկան պետք է 4-5 միլիարդ դոլարի ներդրում անի, հետո Հայաստանը 8 միլիարդ դոլար պետք է հետ տա։ Այդ ներդրումների դիմաց։ Դուք խոսում եք, ասում ես Հայաստանը, եթե չընտրեք մեզ, չի զարգանա։ Եթե չընտրեք մեզ, ներդրումներ չի լինելու։ Լավ, եթե ձեր ասելով դուք եկել եք իշխանության ներդրումներ է եղել։ Ես ինքս զարմանում եմ, ասես որ հանգիստ կարող եմ խոսամ այս թեմայի շուրջ։ Ներդրումների դեպքում Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա։ Հայաստանի քաղաքացին եւ գյուղացին, չգիտեմ, ՀՀ քաղաքացին պետք է լավ ապրի, թե չէ։ Ստանում է 100,000, պետք է ստանա 120,000, 130,000, քանի որ ձեթի գինը, պեսոքի գինը, չգիտեմ, մսի գինը աստղաբաշխական երկնակի երակի ստանդարտներով շատանում է, բարձրանում է։ Դուք ասում եք ներդրումներ ենք բերում։ Լավ, եթե ներդրումներ եք բերում, պետական պարտքը խիա 6 միլիարդից դառը 15 միլիարդ։ Հա՞։ Հասարակ հարց քո նմանին, Պապոյան Գևորգ։ Եթե ներդրումներ օտար երկրները, օտար ասելով թողնի դաշնակից երկիր, թողնի մեզ բարեկամ երկիր, գալի փող են ներդնում Հայաստանում, ձեր ասելով, ձեր սրտի օլիգարխների ասելով։ Պետական պարտքը խիա աճում։ Իսկ մեզ որ ունես մուտի տեսանը որ չի հասնում։ Հասարակ հարց։ Քո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչ են կարել 9 միլիարդը, 9 միլիարդի զենք են կարել։ Առանց հասկանալու այդ բանակ չծառայած կապիտուլյանտը, որ 9 միլիարդի զենք եթե Հայաստանն ունենա, չգիտեմ էլի, դա մեծ հսկայական զենքի ու զինամթերքի, չգիտեմ ինչ ահռելի քանակ է, 9 միլիարդ դոլարի։ Իր տհաս մանրապճեղ հալով խափում է շարքային այն քաղաքացուն, ով զզվում է նախկին իշխանություններից։ Էդ է ձեր մանիպուլյատիվ գործողությունների միակ սխեման էդ է։ Դուք բոլորը ձեր հույսը դրել եք Նիկոլ Փաշինյանի բառամթերքի վրա, բառապաշարի վրա։ Գավր ասում ես, եթե այս տարվա հունիսին մեզ չընտրեք, ապա այս ամեն ինչը չի լինի։ Նույնիսկ կենտրոնական աշխարհում երբեք ոչ մեկ հիմար առաջնորդ չի ընտրում իրան, նույն գայլերը, նույն չգիտեմ,
մյուս կենդանիները միշտ ընտրում են հմուտ, խելացի առաջնորդ։ Բայց դուք 21 թվի ընտրություններին ձեր քաղաքական առաջնորդը, երբ որ հելավ նախընտրական քարոզարշավով հանդես եկավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, եւ ասեց ես իմ ծրագրում նախատեսել եմ, մենք պիտի այնց անենք Արցախը մնա հայկական, մենք պիտի գերիներին հետ բերենք, մենք պիտի էս անենք, այն անենք։ Որ մի ասացին եք դեր կային եք, ասեք մի հատ։ Հա՞։ Որ մի ասացին եք հետ կային եք, դեր կային եք։ Հիմա դուք 21 թվին, դուք ձեր քաղաքական թիմով, ձեր քաղաքական լիդերով, ասեք առանց քֆուր եմ խոսում։ Խոստումներ եք տվել, որոնցից ոչ մեկ չեք կատարել։ Կառավարել եք 21 թվից ես կողմ 5 տարի, հնի 26 թիվն է, չէ՞։ Հիմա ասում եք ժողովուրդ, եկեք մի պահել ձեզ էշի տեղ դրեք, ինքներդ ձեզ։ Մի հատ էլ հավատացեք մեզ։ Խոստումն ի՞նչ է, կտանք էլի։ Դու չես Գևորգ Պապյան, դու եւ քո քաղաքական ղեկավարը չեք կարողանում ըմբռնել հասարակ տրամաբանություն։ Դուք միայն նրա համար պետք է գնաք, իմ համար ամենաառաջնային խնդիրը դա է։ Կոնկրետ իմ համար որպես հայի համար։ Ամեն ինչ մի կողմ դրած։ Ձեր լավ ու վատ կողմերը, չգիտեմ, ընդդիմադիր ուժերի լավ ու վատ կողմերը մի կողմ դրած։ Կա ընդհանրապես շատ մեծ ու կարևոր գործոն, որը մեկտեղվել է հայաստանյան հայ իրականության մեջ ձեր իշխանության գալով։ Հայը հայի հետ պատի չվիճի քաղաքական նկատառումներով։ Հայը հայի հետ պետք է չճշնամանա, սև ու սպիտակի բաժանարարը պետք է վերանա։ Դուք էդ եք արել, հենց դրա համար դուք ոչ թե պետք է գնաք, դուք պիտի սիտիր ելնեք։ Հասկացաք։ Օտար հողի վրա ապրող հայը մեկը մեկին տենանուց պետք է բարև տա, խոսա, գործերից խոսա, առողջականից խոսա, չգիտեմ, մեկը մեկին հարցնի ոնց ես, ոնց չես, ինչ, այլ ոչ թե ասի, տեսար Նիկոլի խոսալը, տեսար այն մյուս լիդերը ոնց պատասխանեց, ոչ։ Դուք մտածում եք ձեր այդ մանիպուլյատիվ ժեստիկուլյացիայի շնորհիվ մենք էլ դարդ ու ցավ չունենք։ Հա։ Հային դուք սարքել եք հայը հային թշնամի։ Այնց էդի մենակ բոլը որ դուք պիտի սիկտիր ելնեք։ Սիկտիր բառից բոլոր իմաստներով։ Ու դա դուք սկսել եք պատերազմից հետո։ Սև ու սպիտակի բաժանարար։ Սև, սպիտակ, կարիշնիվի, մոխրագույն, չգիտեմ, ես իմ ինչ, գույներ, դուք լինելով ամենաբարձր պիտակավորված անգրագետները, փորձել եք ու ձեր մոտ մասամբ ստացվել է պիտակավորել մի ողջ ազգի։ Այ հենց դրա համար դուք պիտի սիկտիր ելնեք։ Հուլիսինա կամ դրանից շուտ։ Հասկանում ես ինչ եմ ասեմ, Պապոյան Գևորգ։ Ես չգիտեմ ով կհավակնի լինել Հայաստանի ղեկավար, ոչ մեկի գովքը ոչ արել եմ, ոչ էլ կանեմ։ Թող ժողովուրդը ընտրի։ Եթե իրոք մեր ժողովուրդը տրամադրվի, որ ընտրության պիտի ղեկավար ընտրի, հարց չկա։ Բայց այդ ղեկավարը Պապոյան Գևորգ, ուզում եմ ես լինի անենց մի հատ մարդ, անենց մի հատ անհատականություն, որի օրոք ես որպես հայ ամոթ չզգամ։ Ինձ շատերը հարց են տալի եւ արդիական կյանքում, եւ յութուբյան կոմենտների մեջ, բաց Սերժի Քոչարյանի վաղթի չէիդ խոսում։ Պատասխանեմ։ Հասարակ տրամաբանական պատասխան, որտեվ այդ անհատականությունների կառավարման տարիներին նախ ես ունեի հայկական Արցախ, երկրորդ այդ մարդկանցից ոչ մեկ, նույնիսկ դաժե Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ես չեմ սիրում, այդ անհատականություններից բացարձակ ոչ մեկ իմ եկեղեցին չի անվանել Չուլան։ Այդ մարդկանցից ոչ մեկ, չգիտեմ, չի մտել Եռաբլուր Պանթեոն եւ արժանացել Սյունյանց ողջունի։ Իրանց լավ ու վատ կողմերով։ Այդպես լիքը բաներ կարամ թվարկեմ, որ դուք հիմա եկե համեմատվում եք։ Ոնց որ հեծի տնօրենն ու վարունգը չի կարելի համեմատվել։ Չեք կարա դուք այդ համեմատականն անցկացնեք։ Իրանք վատն էին, լավն էին, ворց տեսակ էին, ворց։ Ոչ թե ձեր ճղճղի պես։
Հայը ցանկացած հայ անկախ իր այս պահեդրությամբ սև ու սպիտակի բաժանարից Պապոյան Գևորգ ուզում է երկրի առաջնորդը լինի մի անհատականություն, հա, դա կլինի վարչապետ, դա կլինի նախագահ, էլ եմ ասում, ես ոչ մեկի գովքը չեմ անում։ Ով երբ որ ինչ-որ միջազգային փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր, չգիտեմ, գերիների վերադարձ, ցանկացած թուղթ երբ որ կստորագրի, այդ մարդը պետքա նախ ինքը հարգի իր ստորագրության արժեքը, հետո նոր ժողովրդից հարգանք պահանջի։ Հասկանում ես ինչ եմ ասում, Պապոյան Գևորգ։ Եվ ոնց ոչ թե քո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պես։ Եվ ձեր աուդիտորիայից անուղեղ մի շարք մասսայի պես։ Երբ որ ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է թուղթ նոյեմբերի 9-ին, որի մեջ նախատեսված է գերիների վերադարձ։ Հետո ինք իր ֆեյքերի պոակով հլեմ թռնում է մարդկանց դեմքին, ասում է Ռուսաստանն է գառանդեղի այդ դագավորին, Ռուսաստանը թողնի գերիները վերադառնան։ Եթե դու ինքդ քո ստորագրությունը չես հարգում, եթե դու ինքդ տեր չես քո ստորագրած թղթին, խի՞ր ստորագրում։ Հասարակ հարց։ Եթե դու պրոստը ստորագրել ես ստորագրելու համար, հասարակ, տրամաբանական հարց։ Եթե դու ուղղակի դրել ես ինչ-որ պոդպիս, հղում անելով, որ այդ ամեն ինչի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Լավ, հղում անում ես, լավ ես անում։ Որտեվ ձեր ասած երկիրը դա կայնավ գառանտ, որ պատերազմը կայնավ նոյեմբերի 9-ին։ Բա առանց այդ երկրի հետ խորհրդակցելու, քի վազար պրահա Արցախը ճանաչեց իր Ադրբեջանի մաս։ Հա, բոզի տղա։ Հասարակ հարց։ Էդի գիտեք որն է։ Այն որ ձեր քաղաքական ղեկավարը ինքը իր էությամբ մունետիկա չունի, իր խոսքը կշիռ չունի նույնիսկ իր համար։ Երբ որ ինքը չի հարգում իր խոսքը, ինքը ով գոռա էշ, վազում թռնում է, ասում է ես էլ վրի վեշ։ Որ երկիրը սենց շվացել եմ մատերը բերանը տնելով կամ առանց մատերը բերանը տնել։ Ինքը վազում կայնում ասում ստեմ, ինչ բերեմ, կոֆե բերեմ, թխվածք։ Հայը այդպես ղեկավար չի ուզում։ Դուք ձեր քարոզարշավներով, ձեր լոբինգով, որը տանում եք Հայաստանում եւ Սփյուռքում, փորձում եք մեզ բոլորիս համոզել, որ մենք շատ խեղճ, շատ տկար նվազ ժողովուրդ ենք։ Մենք դի գլուխներս կախաբրենք։ Խի, որտեղ դա դուք եք ուզում, դուք ով եք։ Դուք իշխանության խումբ եք, ով Արցախը հանձնել թշնամու։ Դուք իշխանը համակարգ եք, որը տեր չկային է իր գետ մեկ խոսքին 2021 թվականի նախընտրականին տված։ Դուք իշխանը համակարգ եք, ովքեր իրանց արած ցանկացած քայլ բարդում են նախկինների վրա։ Առանց հասկանալու, որ արդեն 6-7 տարի է, դուք եկար իշխանության գլուխ։ Այդ նույն բանն է, որ ստեղի թագավորը, որտեղ ես եմ բնակվում գտնվում հիմա, գար իշխանության երկիրը հասցներ քաոսային վիճակի ու ասեր Ելցինն է մեղավոր։ Ասել է մի անգամ այդպես բան Նիկոլ Փաշինյանը։ Չէ։ Ասել է, լսած կաս այդպես բան ատոմային գերտերության նախագահի բերանից, ու մոտ գալի նստում ես որպես կուրկուրի ձակ, բայց հենց ոտը դնում ես հայկական հողի վրա, քո արբանյակներին Ալեն Սիմոնյանի տեսքով, կամ մեկ այլ խլինքապաճի տեսքով քսի ես տալի ես երկրի վրա։ Հելեմ ռեպորտաժ են տալի, այս մարդիկ էլ բռնեմ իրանց լրագրողին դուբլում են։ Հա դուք ոնց եք պատկերացնում։ Դուք ուզում եք, դուք քլնգեք, բայց ձեզ բան չասեն։ Այդպես ոնց հալն է։ Ալեն Սիմոնյան, բա տենց հռետորական խոսում էիր։ Բա ստեի արտաքին գործերի նախարարը որ հանդիպում էիր, ընչեր բերանիդ մեջ զետեղված մսի կտորը մցրել հետանցքիդ մեջ։ Խեյր է տենց հանգիստ, լուր, համեստ խոսում, բա հեն էր ճղեիր քեզ։ Հա? Ուզում ես ասես դու փայլուն դիվանագետ ես։ Փայլուն դիվանագետը երբևիցե օտար երկրի հեռուստաընկերությանը ռեպորտաժ տալուց երբևիցե ինքն իր եկեղեցին չի խայտարակում։ Թեկուզ իր եկեղեցին լցված լինի ամենավատ հոգևորականներով,
ամենավատ, երբևիցե դիվանագետ ազնվորությունը պետականամետ։ Ոչ մի նորմալ տղամարդ չի հլնում փողոց ու գոռում իմ տան մեջ ապրում է աղջիկ, որը բոզ է։ Ոչ մի նորմալ տղամարդ իր տան ներքին խնդիրը չի պատմում հարևաններին։ Չի հելնում ասեմ ժողովուրդ, եկեք ընկած բոզության վրա բռնել է։ Հետո ասում է հարևաններս ինձ չեն հարգում։ Այ դու գիտեք։ Հասկանում ես ինչ եմ ասում, Գևորգ Բաբոյան։ Դուք ամբողջ աշխարհին ներկայանում եք որպես միջգալակտիկական պետականամետ մարդիկ, բայց դուք Հայաստանի ներսում հային, որ ապրում է Հայաստանից ներս, եւ հային, ով ապրում է Սփյուռքում, բաժանում եք եւս ճամբարների։ Խի։ Բայց եթե Սփյուռքում ապրող հայը իրավունք չունի ոչ մի բանին խառնվելու, իրավունք չունի կամք արտահայտելու, իրավունք չունի խոսք ասելու։ Պատերազմի օրերին եք ասում Սփյուռք օգնի։ Հասարակ հարց։ Թե Սփյուռքը կթուկոված էր համար։ Հա? Հարց Գևորգ Բաբոյան։ Որ ասում ես, եթե չընտրեք մեզ կունենաք էս, շատ է սխալվում, ապերիկ, գիտես խի։ Անկախ ամեն ինչից, ով ուզում է լինի Հայաստանի ղեկավարը։ Այն կոնտեքստի մեջ ես լիահույս եմ ասում, որ կլինի արժանապատիվ մարդ։ Ոչ մի հայ, թեկուզ հենց նույն Նիկոլ Պաշտպանող հայ չի ուզում իր երկրի ղեկավարին տեսնի այն դիրքում, որ դիրքում տեսանք մենք Նիկոլ Փաշինյանին, Սյունիք այցելության ժամանակ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես չեմ ուզում այդպես ղեկավար ունենամ, ով կարժանանա ողջույն բոզի տղա խոսույթին։ Չեմ ուզում այդպես անինքնասեր մեկը ղեկավարի իմ երկիրը։ Էլ եմ ասում, ով է նստի ղեկավար, մանավանդ ձեր էփած բորշից հետո։ Շատ դժվար է լինելու այդ բորշը մարսել, շատ դժվար է լինելու։ Բայց եթե քաղաքականությամբ զբաղվող կամ ով պարտավորվի մտնի այդ բեռի տակ, բեռի բարես բոլոր իմաստներով, եթե այդ մարդը վստահ է, որ կարա հայ ժողովրդի մեջ գոնե այն մեկը մեկին չհայհոյելու, չվիրավորելու այդ խաղաղությունը բերի, ես մենակ կողմ կլնեմ այդ մարդուն, ով ուզում է լինի։ Երկրի ղեկավարը, ինչպիսին նա ուզում է լինի, էլ եմ ասում, ժողովրդի մի մասի կողմից չի ընդունվելու, դա однозначно տենց է, միանշանակ։ Բայց բացի ձեր Նիկոլ Փաշինյանից, Հայաստանը չի ունեցել որևիցե մի ղեկավար, ով կմտնի Եռաբլուր Սուրբ Պանթեոն եւ ժողովրդի մի մասը նրան կդիմավորի խոսույթով առաջ չգաս բոզի տղա։ Հասկանում ես Պապոյան ինչ եմ ասում։ Հասկանում ես դուք ուրեկի չէ։ Ու դուք ամենաներքևից այն քաքահորից, որ քաքել եք ձեր փայ բորշի մեջ, քֆուր չեմ անում։ Կեղտոտել եք ամեն ինչի մեջ, այն գատկիությունը կպես։ Դու փորձում ես հայ հանրության մոտ ձևավորել կարծիք, եթե մեզ չընտրեք, Ամերիկան ներդրում չի անի, շատ է սխալվում։ Ձեր Նիկոլ Փաշինյանի փոխարեն նստած լինի տաբուրետ կա, հասարակ լոգիկա։ Եթե Ամերիկային պետք է այդ ճանապարհը ֆինանսավորել, լինել այդ ծրագրի մեջ, ինքը այդ ներդրումն անելու է։ Ոչ մեկ չի հավատում ձեր Նիկոլ Փաշինյանի 6-6-ի վրա բացած կեղծ ժպիտին։ Եվ Ամերիկան, եւ Ռուսաստանը, եւ Եվրոպան, բոլորն էլ համոզվել են, որ դուք քեշ փողով ծախու տեսակ եք։ Իսկ ծախու տեսակին ոչ մեկ չի հարգում։ Օգտագործում են, ոնց կարում են, բայց հարգանք չկա։ Դուք ինքներդ ձեր ձևաչափով, ձեր բռնած դիրքով դուք ընենց եք անում, որ ձեզ չհարգեն։ Հետո պահանջում եք հարգանք։ Էլ եմ ասում, ով է լինի իմ երկրի ղեկավարը, ինքը պետք է առաջնահերթ հարգի իր ստորագրությունը։ Իսկ եթե հարևան երկիրը, որը ասենք թե որպես տարբերակ, հաղթել է պատերազմը, չի հարգում քո երկրի ղեկավարի ստորագրությունը, անջատում են ամեն ձև անջատում են։ Ու իմ երկրի ղեկավարը պետքա X օրը, X ժամին ելույթ ունենա, որևիցե մի
եվրոպական անսամբլեայում, չգիտեմ, եվրոպական ժողովի ժամանակ, մագի գագաթնաժողովի ժամանակ, ցանկացած հայ, անկախ իր մտածելակերպից, սիրել չսիրելու գործոնից, կոնկրետ եսի վրա եմ օրինակ բերում։ Ինչքան էլ ես քեզ չսիրեմ, Նիկոլ Փաշինյան, ես լիահույս նայում էի քո ելույթը, որտեվ ես ունեմ շատ փիշ ճնշում, երբ որ լսում եմ քո ձենը։ Բայց ասում եմ, լավ, տենաս խոսա գերիների մասին, տենաս կասի հարգելի եվրոպական երկրներ, փորձեք միջամտել, որ մեր ազգի գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, ետ գան։ Այդպես ղեկավար է պետք ցանկացած երկրի, նամանավանդ մեր երկրի։ Դու Գևորգ Պապյան, հենց ասում ես, եթե մեզ չընտրեք, դուք կընկնեք նախկինների ձեռը, նախկինները ձեզ կքերեն իրանց դատարաններով։ Ոնց։ 18 թվից ես կողմ դուք եք իշխանություն։ 18 թվից ես կողմ ձեր Նիկոլ Փաշինյանը վեթինգ արե դատարանները, չէ։ Նշանակել է դատավորներ, սրտի դատախազներ, չգիտեմ, քննիչներ, որոնք անմիջական ենթարկվում են վարչապետի հրամանին կամ վարչապետի քաղաքական թիմի հրամանին, բայց իլուր համայն աշխարհի ձեր վարչապետը Գևորգ Պապոյան, հելնում գորում ասում է, ես ունեմ անկախ դատական համակարգ, այտենց ոնց ալնա, սուտն էլ պետք է մի քիչ ճիշտ լինի, հասկանում ես, թե չէ, այռնբուլ։ Իմ երկրի ղեկավարը կլինի լավը, վատը, ես հուսով եմ, որ կլինի լավը, բայց դուք հաստատ պետք է չմնաք, գիտեք խի, որտև պատմության մեջ չկա գետ մի դեպք, երևի, բացի ձեր դեպքից, որ առաջի քրիստոնյա երկրի ղեկավարը, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած այդ երկրի վարչապետը, այդ չեմ ասում ղեկավարը, որտեղ պարլամենտական երկիր ենք, վարչապետն էլ համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, ոնց որ շատ հաճախ բերանը սարքելով կանացի ուղղահայաց ժպիտ կրկնում է ձեր վարչապետը։ Բարոյական, մարդկային, ոչ մի իրավունք չունի, իրավունք ունի անձնապես չսիրի, չհամակրի կաթողիկոսին, իրավունք ունի անձնապես չսիրի հոգևորականներից շատերի, բայց ոչ մի ղեկավար, այդ թվում նաև քաղաքական թիմի ներկայացուցիչ, ազգային ժողովի նախագահ, երկրի վարչապետ, ինք իրան պիտի թույլ չտա, իլուր աշխարհի ասի եկեղեցին վերածել եք չուլանի, կամ գրառոմանի ասի սրբազան գնա քերու գնգան դոմփի, կամ ունենալով 1 միլիոնից ավելի պատպիսչիկ, որի կեսը պարսիկներ, հնդիկներ, ջուջուցեղեր, թուրքեր, գրառոմանի ես առաջարկում եմ կաթողիկոսին թողատենա ես թելպատված եմ, թե չէ։ Հոգեկան հիվանդ ղեկավար չի ուզում հայը։ Հայն ուզում է ղեկավար, ով երբ որ կասի այո, իր այոն կհնչի որպես այո։ Եթե կասի ոչ, ոչը կհնչի որպես ոչ։ Եթե կստորագրի մի փաստաթուղթ, որը բխում է մեր բոլորի երկրի շահերից, հետո այդ հակառակ ստորագրող կողմը չի հարգի իմ երկրի ղեկավարի ստորագրությունը, անձամբ ես սիրեմ թե չսիրեմ այդ պահին այդ ղեկավարին, ես կհելեմ կլցոնեմ իմ երկրի ղեկավարի ստորագրությունը չհարգող լղփի տղու քիթու բեյնին։ Բայց դրա համար առաջնահերթ դուք պետք է ինքներդ ձեզ հարգեք, դուք ինքներդ ձեզ չեք հարգում։ Դուք հիմա փորձում եք մանիպուլյատիվ ժեստիկուլյացիայով, որը մասամբ աշխատեց 21 թվին, փորձում եք հային համոզեք, որ եթե մենք գնանք, պատերազմ կլինի։ Խափում եք։ Խափում եք։ Ել եմ ասում, դուք քակել եք ծրագրի մեջ, բառիս բոլոր իմաստներով։ Ով ասում, որ դուք գնաք, պետք է պատերազմ լինի։ Այտենց բա որտե՞ղ է գրած։ Հիմա ասում եք խաղաղություն։ Ինչի հաշվին է այդ խաղաղությունը։ Գևորգ Պապոյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան։ Ախ դու կկու հիմար կկու, քանի հացակ ունես դու, հա։ Էս մինել գցի տանեմ ուտեմ գամ, հա։
գերակա դիրք եք զիջում։ Ինքնակամ դելիմիտացիա դեմարկացիա եք անում Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը տալիս եք Ադրբեջանին։ Պատ եք կառուցում, որ գողանկարվեք, որ իրավունքը դուք չունեք։ Առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու դուք դելիմիտացիա դեմարկացիա անելու իրավունք չունեք։ Բայց դուք արեցիք, չէ՞։ Հա։ Գերակա դիրքը խես զիջում թշնամու։ Այդ թշնամին իմ հանդեպ թշնամաբար տրամադրված երկիրը, որի ղեկավարը բռունցք է թափ տալի իմ երկրի ուղղությամբ, իմ երկրի զինծառայողների ուղղությամբ, ովքեր պատվի են առնում Նիկոլ Փաշինյանին, առանց հասկանալու, որ իրենց առաջ կայնացա ինք իր խլինքը կերած, խաղացած, մեծացած մի հատ չոջուխ, մոտացալի։ Պատվի են առնում։ Դուք ասում եք, խաղաղությունը այս սա է, դա խաղաղություն չի։ Դուք զիջում ես, այնի չի կերակը։ Խիպը դի պատերազմի, եթե դու ինչ ուզում դու տալիս ես։ Խիպը դի կռիվ սկսի որ։ Խի, որպես ինչ։ Խիպը դի ինք իրա զինուժից մարդկանց ջահել երեխեք զոհի։ Եթե մի հատ զանգով ինչ ուզում դու նվիրում ես իրար, ասում ես առ։ Անունել դնում ես անկլավ, էքսկլավ, X գոտի, Y գոտի։ Խիպը դի կռիվանի։ Բայց երկիրը պետք է ունենա մի հատ այնց ղեկավար, որը ունենա խոսք, ինքի հարգի ինք իր խոսքն ու իր խոսքի կշիռը, եւ երբ որ հարևան ինչ-որ մի երկիր կամ երկրի ներկայացուցիչ, նախագահ, վարչապետ, թարսաշկով կնայի այդ երկրի կողմը, պետք է ֆրասի ապեր լավ չես, մի հատ էլ ձիգ պահի քեզ, այդպես ղեկավար պետք է ունենա երկիրը, ու այդպես ղեկավարին կհարգի նաև իր ժողովուրդը։ Տղամարդ ղեկավար։ Դուք ես 6-7 տարի է երկիրն ու մեր ազգին սարքել եք ծաղրությանակ։ Շատերը Հայաստանի Հանրապետությունում էլի իմ հայերը պետք եղած տեղը հելում իրանց գոռում են, ճղում են մեջտեղից, ասում են Սփյուռքում նստած արա խորհուրդն էլ եք տալի մեզ, լավ տղա եք, եկեք ապրեք։ Մի կտոր հացի հիմար փախել եք, նախ ես մի կտոր հացի հիմար դուրս չեմ եկել Հայաստանից, ես դուրս եմ եկել անձնական դրդապատճառներից ելնելով։ Ոչ էլ հետապնդված եմ եղել, ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ոչ Սերժ Սարգսյանի օրոք, դուրս եմ եկել Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Բայց այնպես չի, որ ես սոված եմ եղել, դուրս եմ եկել, չէ։ Ստացվել է այդպես իմ կյանքի հետ շրջանը, ես դուրս եմ եկել ու մնացել եմ Ռուսաստանում։ Հիմի այդ նույն մարդիկ, ովքեր գոռում են Սփյուռքը իրավունք չունի խոսալ, լավ։ O020 OO 77 պետ համարանիշով Range Rover-ով ադրբեջանցին ինչ գործ ունի Երևանի փողոցներով պատտվելով, զրուցելով Շիրակում տան որտեղ հայ բարեկների հետ։ Ինձ որ ասում եք ձենդ կդրի, հարց չկա, ձենս կդրեմ եմ։ Մի հատ մոտեցի ասա, ոնց են նրանց ասում, Կարդաշա, հարգելիս, այտենց ասեք, ոչինչ, որ ինքը մի 20 թվին ուրախ գրառումներ էր անում եւ ծափեր տալի, երբ որ իր երկրի ղեկավարը 9 ամիս սովի էր մատնի Արցախահայերի։ Մոտեցի ասա, ապա ջան, դու ստե ինչ գործ ունես։ Այս պահի դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն խաղաղության պայմանագիր։ Չէ։ Լավ, եկել ես միտեղ հա, քեզ երկրի ղեկավարը թրքամեդա ներսա թողը, իր ԱԱՑ-ով, իր ՊՊՑ-ով, ՑՑՑ-ով, ԽՌՑ-ով, հարց չկա։ Ես էլ ժամանակին Բաքվից եմ եկել, որ չցեղասպանվեմ ձեր ժողովրդի կողմից։ Հիմի արի դու մանարի Հայաստան, ինչ ուզում ես տես, արի ես էլ քո հետ գնանք մի հատ մտնենք Բաքու։ Ես էլ այդ համ իմ պապու կամ տատու սարքած տունը տենամ։ Կտանի այդ մարդը։ Այդ 9 ամսական հղի փորով Կարդաշը կարա տանի։ Չէ, բախի չէ։ Որևիցե մի հայ կարա անվտանգ մտնի Ադրբեջանի տարածք դուրս գա։ Չէ։ Բա դրանք ինչ գործ ունեն երկրում։ Մեծ խոսացողներ մեզ էլ ասում եք ցեններդ կդրեք։ Ես գիտեմ Հայաստանում լիքը նամուս թասիբով հայ կա։
որ հանդիպման դեպքում դրանց սերը կփոխի։ Կասի իդի նախույ отсюда։ Խոսքի օրինակ, կամ կուսայի զախույ։ Քֆուր արի էլի։ Առանց քֆուր էի ուզում խոսալ։ Բայց այդ տեսանյութը, երբ որ 20 թվին 120,000 արցախցու սովի մատնած 9 ամիս շրջափակած ազգի ներկայացուցիչը փորը ցցած այսպես գալիս է խոսում է իմ հայ բարեկների հետ, ովքեր ձևավորվել են Դանիել Իոնիսյանի կողմից, ով փորձել է դոմփել հարազատ մորը։ Ատե որ ասում են без կոմենտարիև, առանց մեկնաբանության, no comments։ Հայաստանում քիչ-քիչ հարմարվում եք այդ իրականությանը, լավ եք անում։ Շատ հնարավոր է ես էլ մտնեմ Հայաստան, ես էլ հարմարվեմ այդ իրականության հետ։ Բայց ես խիբրի չհարմարվեմ, որ եթե մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգ հարմարվում է այդ իրականության հետ, որ խաղաղությունը պետք է լինի միակողմանի։ Թուրքը, ադրբեջանցին կարա գա մտնի մեր երկիր, ինչ ուզի անի, ոնց ուզի խոսա, չգիտեմ, ոտը բարձնի խոսքի օրինակ Նիկոլ Փաշինյանի պես չիշիկանի ծառի վրա են։ Ես իրավունք չունեմ ձեն հանեմ, քանի որ մենք այդ մենք խաղաղության, հա, լա լուկյարի պես։ Կարա նաև խոսքի իմ բարեկամու հուն կոմպլիմենտ անի։ Ես էլ ուրախանամ, ասեմ, տես, Գարդաշը Բարդաչոկի մեջ լիքը փող կա, ոնց որ շատերն են ուրախանում։ Փալքի մեն իմ աղջկան, իմ հարսին կարող է դուրը գա, մենք էլ տառանք խնամի։ Բաղ ամեն տարի մենք ամեն սաղ կյանքները չենք պատերազմել, մենք հարևան երկիր ենք։ Հա, հարց չկա, հարևան երկիր ենք։ Որ մի հայնա կարա մտնի Ադրբեջան։ Օրինակ բերեք։ Օրինակ բերեք։ Հայը կարա մտնի այն երկիր, որտեղ հերոսացված է Ռամիլ Սաֆարովը։ Հա? Չէ։ Հա, չէ, հայը կարա մտնի, եթե հայը կրում է Փաշինյան, Ռուբինյան, Պապոյան ազգանունը։ Խիբդի չմտնի, որ տվյալ անհատականությունները կրելով յան վերջացած ազգանունը սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահը։ Խիբդի չմտնեն, որ պետք է մտնեն Պաչոտնի կառաուլ, պետք է թան շահիդների պուրակ, խոնարհվեն, խոնարհվելու վաղ մի հատ իրանց պետք է գրգեն հետևից։ Բարեկամությունը տենց անում, ըստ Նիկոլ Փաշինյանի ձևակերպման։ Ու բաղուրիշ ոնց։ Կամ ինչ նշանակում Գևորգ Պապյան, եթե մենք չնենք, չլինի արհեստական բանականություն։ Ինչ ես ծխա։ Պաշկեն նկարի գցի Facebook դնեմ էլ։ Արհեստական բանականությունը դուք ինչ ընդհանուր բան ունեք։ Հա, ձեր ամեն ինչն էլ արհեստական, բան չունեմ ասելու։ Կարող է դա նկատի ունեիր։ Մենք որ քաղաքական ղեկավարը չակուչը վերցել, ալելել վերցել, հեսա վիդեոն գցան Facebook։ Ես ոչի հետ էր խաղում, ասում էր, վայ, ես ինչ էլաստիկ է, միշել երկար է։ Հետո չակուչը թափ տալով ասում էր, դատելու եմ փրել եմ ասֆալտներին, ոչ մի օլիգարխ չի պլստալու, դատելու եմ, չգիտեմ, ծեփելու եմ, ածի պատվալներում պահել ընջերեն կոտրան։ Լավ եք անում։ Ես կարամ Facebook-ներ փակեմ, ոչ մի պրոբլեմ։ Բացարձակ ոչ մի պրոբլեմ։ Բայց ես արդեն Facebook-ով հետո կիսվում եմ շատ եթերներ YouTube-ով, ոչ բոլորը։ Շատ ու շատ ամեն կերպ փորձում են անջատել, ամեն ձև փորձում են անջատել։ Չգիտեմ որն է ընդհատվեց, դուք չեք հաշվի առնում ընդամենը մի հանգամանք։ Ես խոսացել եմ եւ էթիկա, էսթետիկա եւ քֆուր քյաֆարով, որը ես չեմ արդարացնում, բայց իմ խոսացածի թեկուզ 1%-ը նստված կտվե հայ քաղաքացու, հայ մարդու ուղեղի մեջ։ Այն մասը, որ ինքը համարել է դրամաբանական։ Ես խոսելով երբևիցե չեմ ասել, ես ամենաճիշտն եմ խոսում, ոնց որ անում եք դուք։ Ես երբևիցե ինչ-որ մի բանի մասին խոսելուց չեմ ասել։ Ես ունեմ սենց մտածելակերպ, բոլորը պիտի սենց մտածեն։ Դուք էդ եք անում։ Խոսելով ցանկացած թեմայի շուրջ, լինելով հասարակ շարքային հայ։ Ես հայ մարդուն տվել եմ մտածելու հնարավորություն, այլ ոչ թե ձեր նման։ Հիստերիկի պես չագուճը խփել եմ, բոլերին ասել եմ, դատելու եմ, ցրելու եմ, ծբխելու եմ։ Էդ եք դուք։ Ու հիմա դուք ասում եք, ժողովուրդ, ուզում եք էլի մնաք պարակտված որպես ազգ, որպես երկիր։ Եթե ուզում եք, ընտրեք մեզ։ Ռուսերեն մեր լավ խոսք է, Գևորգ Պապոյան։ Նա, Վիկուսի։ Խասկեն ասես ինչ եմ ասես եմ։ Հենա եկավ իմ արտաշացի ինգերես։ Լավ, ուրեմ չխկլպակ, երևի այսքանը։
Նիկոլ Փաշինյան, Կարմիր խնձոր վերցիր թրար էտա Ամերիկա, Զամբյուղով էր տանում, գետնա խնձոր էր, թե Կարմիր խնձոր, դամիոն գրր, խայտարական, գիտես, խնձոր Զամբյուղով վերցը, նստես սամելյոտ, Յանդեքս տաքսի, թրե Ամերիկա, ասում է թամ Թրամփի հետ ուտեմ կամ, Էրեսնեն ասմարոդ, որ հելել է կառավարական շենքից, հեմեն արուն հել է, են օրերն հել է աննայի մոտ, են որ ասմա, բարեկամները Կարմիր ավտով եկել էին, այդ Փաշյանը լուզեցել է բուժի, ու անկախ ամեն ինչից կրթվել է նորաձև շրջանակներում, մեր առաջին տիկինը, երբ որ կրթվեց մի շարք երկրներում, ինքը վերջերս հրապարակում արը, ասմա, и все-таки я знаю много языков, но самый шершавый из них это язык Никола Пашиняна. Շալարա ջոգես լեզուն, տարե բերե, աչուցախել արասկիլի գիտես, ասմա արունոտ երեսնելով հելել է, դժվար է, հարսանեկան գիշերը շատ դժվար է, մեր պարո Փաշյանը մի օր գրել էր, գիտես одноклассников, ասմա каждый раз как первый раз. Լավ դե կապեմ այդ одноклассников, ես ջանդում եմ, լավ է